վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրակերտարարության հիմնադիրը լինելով հետ կապված, որ երկրորդել եք դրան հաշտատելով Լևոն Զուրաբյանի հետ, Պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 95-95 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ, արդյոք այդ ընտրակերտարարության, իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրակերտարարների կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի հետ համատել է երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխությունը, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանը, բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանը։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, հա, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականի արված կրկին տեսնեք, որ ինքը վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մաս է եղել այդ ընտրակերտարար, ձայն դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք, խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս պոստֆակտում է, այսինքն արձանագրել, որ ընտրակերտարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասացի, եթե հազար հարցը հետևյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011-ին, բայց դե թողեք ավարտել։ Նա հայազգային կոնգրեսից է ընտրվել պատգամավորը։ Ձեր հայրը 2008-ին էլ է էլի այդ Ես եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել։ Այսինքն ընտրակերտարարի կողքն եք կանգնել ավարտին հայը։ Ես էլ եմ 2000 թվականների ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ է դրել նաև անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանում։ Ավարտեցի 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Իսկ ազգակործան պատուհացներից պետք է ազատվեն, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քղումանում, ինքն էր ասել, ազգակործան պատուհացներից պիտի ազատվեն, թե չէ։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ, եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Ձեր մանկությունը պարոն Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների Լևոն Զուրաբյանի չէ, բացարձակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հիսուս Քրիստոս, չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Մանկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի։ Լևոն Տեր-Պետրոսյանի առնվազն Շնաբերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել։ Լևոն Զուրաբյանը չէիք դուք բռնկվել։ Շնաբերան։ Շոկոլադը Փաշինյանը։ Չէ, առհասարակ երևի։ Որովհետև հենց իրեք հարցացուցից հետո ասել Առնում եք երևի։ Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամ եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյան, ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակել է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցին, դուք պնդում եք, որ զրպարտել է
քրիստոնյաները վիրավորել են Քոչարյանը։ Հարց եմ տալիս, ասում եմ ինչպես են ապացուցելու իրենց ասածը։ Չգիտեմ, դատի արտվել, թող դատը գնա, չի հարց։ Պարոն Ռուբինյան, կաթողիկոսի հետ կապված վարչապետը երկու շաբաթ մեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթողիկոսին վեհարանից դուրս բերելու գործընթացով, նաեւ նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգեվորականները Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին կշարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի Եվ կոչվելու։ հանձնախմբի մասին էր խոսքում, ձևավորվել է արդյոք հանձնախումբ։ Վեհարանից հանել արտադրություն կարող մոլորության մեջ մտցնի մարդկանց, խոսքը նրան ֆիզիկապես վեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը լուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, ես դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, Վարչապետը իր ունեցած փաստերը դեսել է ներկայացրել։ Եվ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է, դա չի պարզաբանել։ Իրենք բարի մասին է։ որովհետև բացատրեմ։ Մտնում եք անձնական դաշտ եւ իշխանությունների կանոնակարգի հետ եկեղեցու ինչ կապ ունեն։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, կպատասխանեմ Անի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց փորձ եմ տալիս ընդհատել Անին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին չեմ պատասխանում։ Հայլակի հարցին սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները չիմաստ են, չեք կրում։ Օրինակ սրբազան նշանակում է սրբազան, շատ չէ սուրբ չէ, բայց հա սրբակենց է։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն պետք է ասի Աստված պահապան, որդիակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում է իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ հարգելի ժողովուրդ, կա մի հատ հեշտ ճանապարհ էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում, սուտ է, թող ասի սուտ է, թող ասի, բայց դուք ներողություն որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերկվեց, դա դարձավ ճշմարտություն, բայց անձնական տվյալները քաղաքագրում, այսինքն մարդու մասին անձնական տվյալները քաղաքագրում, շանտաժ եք անում։ Ինչով ենք շանտաժ անում։ Վեհարանը թող ազատի, հանձնախումբ ձևավորենք եւ այլն։ Շանտաժ եք անում։ Շանտաժն այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Դա ուղղակի իմ անձնական տվյալն է, ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետքա լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը, ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վարքյան։ Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ 7 տարի հետո